ով մտածում է աղքատի ու տնանքի մասին, փորձանքի օրը Տերը կփրկի նրան, Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի, նրան իր թշնամիների ձեռքը Տերը նրան կզօգնի տառապանքի մահճում և նրան կողին ամբողջովին կմաքրի իր հիվանդութիվնից։ Ես ասացի Տեր, ողորմիր ինձ և բուժիր անձնին, ես մեղանջեցի քո դեմ, թշնամիներս չարությամբ ասացին իմ մասին, երբ պիտի մեռնի նա և նրա անունը ջնջուի, ինձ այցելության եկողը դատարկ բաներ էր խոսում իր սրտում, անօրենություն կուտակում իր մեջ, դուրս էր գալիս և նույն բաններ պատմում, բոլոր թշնամիներս կրթմնջեցին իմ մասին և չարիքն ուվթեցին իմ դեմ, նրանք անօրեն խոսքեր բարդեցին ինձ վրա, ով ննջում է, միթե այլևս յարություն չի առնի։ Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում եմ և որն ուտում էր հացնի, յաջախակի իմ դեմ խաբեություն գործեց, բայց դու Տեր ողորմիր է ոտքի կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց, եթե թշնամիներս չչարախնդան վերաս, դրանից ես կկեյմանամ, որ բարեհաճ ես իմ հանդեպ, դու իմ անմեղության համար ընդունեցիր ինձ և Դավիթյան հաստատեցիր քո առջև, օրհնյալ լինի Տեր Աստծո